կխնդրեմ ձեր մեկնաբանությունը եւ գնահատական ԿՀ-ի այսօրվա որոշմանը։ Դիտեք, մեկնաբանություն անել ապօրինի ինչ-որ որոշումներին ես կարծում եմ, որ իմաստ չունի։ Մեր երկրում այլևս օրինականություն չկա, ամեն ինչը արվում է մեկ մարդու կամքով ու յուրաքանչյուր պետական ինստիտուտ գործում է մեկ մարդու կամքով, որտեղ օրինականությունը Հայաստանի Հանրապետությունում արդեն վաղուց մահացել է ու չկա օրինականություն, ոչ մեկ չգիտի, թե իրան ինչի համար կարան տանեն ու ինչ արարք կարող են մեղսագրել, ու այս ապօրինություններին պետքա օր առաջ վերջ դրվի, քանի որ հնարավոր չէ ուղղակի։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները այսօրվա դրությամբ ապրում են այնպիսի իրավիճակում, որ ոչ մեկ չգիտի, նա քայլելու համար կարող է այդ մարդուն ուղղակի քայլում է, բռնեն ինչ-որ մեղադրանք առաջադրեն, որ այդ մարդը քայլում է, շնչելու համար, խոսելու համար, կապ չունի ինքը ինչ կանի։ Ապօրինությունները Հայաստանում օրենքը չի աշխատում ու ելի եմ կրկնում, պետական ինստիտուտներ, ուժային կառույցները աշխատում են բացառապես մեկ մարդու կամքով առաջնորդվելով, այսպես ասեմ։ Դուք ակնկալում եք, պատկերացնում եք, որ պարոն Ղազենյանի հանդեպ այսպիսի ձերբակալման որոշում կկայացվի։ Ընդհանրապես ակնկալել, ես նորից հետ գամ իմ հարցին, տեսեք, դատախազությունը անհիմն, բառի բուն իմաստով, ինչպես մեր բոլոր ընկերները, ում վրա հարուցված է հանրային քրեական հետապնդում, բոլորը ուղղակի ապօրինի քրեական հետապնդումներ են։ Չկա դրա տակ ոչ մի հիմք։ Ուղղակի իրենք վախենում են ու այս վախի դրսևորումներն է, ու ես վստահ եմ, որ սրանով իրենք մեզ չեն կարա ոչ կանգնեցնեն, մեզ չեն կարա ոչ հետ պահեն այն ճանապարհից, որը որ մենք ուզում ենք հասնենք, դա է փոփոխություններ բերել Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ եք ակնկալում այսօրվա դատական նիստից։ Նորից կրկնեմ, որ ապօրինի այս գործողություններից ոչինչ ակնկալել չի կարելի, ապօրինությունները սկզբից մինչև վերջ, կանխատեսել ինչ-որ մի գործողություն անհիմն է այս դեպքում, որովհետև էլի կրկնեմ, կատարում են բացառապես մեկ մարդու քմահաճույքներից ելնելով ապօրինի հրահանգներ։ Հայաստանում չկա արդարադատություն, սա ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Դուք պարոն Ղազենյանին տեսել եք իր տրամադրությունը, հա ինչ։ Պարոն Ղազենյանի տրամադրությունը միշտ էլ շատ բարձր է, հիմա էլ է շատ բարձր, ու նման բաներով պարոն Ղազենյանին չեն կարա իրանք ընկճեն, հա, ինքը ուժեղ մարդ է ու հնարավոր չէ ուղղակի իրան ընկճել կամ ինչ-որ ձևով փորձել վախեցնել նման ինչ-որ շինծ ու գործերով։